Հաջորդիվ ասեմ, որ նախորդ երբ որ կոմիտեին նիստում նախագիծը ստացավ դրական եզրակացություն, ես դրա մասին ասել եմ պարոն Քոչարյանին եւ նա շատ ուրախացել է եւ դրական է վերաբերվել դրան։ Դրանից հետո մենք ունեցել ենք կոմիտեի նիստը տեղի ունեցել երկուշաբթի օրը, երեքշաբթի օրը սահմանված կարգով հարցը պետք է ներառվեր հանձնաժողովի նիստի օրակարգում եւ պարոն Քոչարյանի հետ քննարկել ենք եւ պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ նախագծին կողմ եմ, կառավարության հետ խոսացել եմ, բոլորը կողմ են եւ նաեւ կառավարությունը տվել է դրական եզրակացություն, բայց միած sense պահ կա, հետաձգենք այս նիստը, որպեսզի հինգշաբթի օրը նաեւ կառավարությունում զեկուցվող հարցերի մեջ պետք է ներառվի նախագիծը, որպեսզի կառավարությունում զեկուցվի, դրա մասին կառավարություն խոսան, նախարարը զեկուցի, կառավարությունը նույնպես բացի կոմիտեի դրականը, նաեւ կառավարությունում տարվի դրական եզրակացություն, որից հետո նախագիծը կընդունենք։ Ես նշել եմ, որ այո, պարոն Քոչարյան, այդպես էլ կանենք, ուրբաթ օրը ուրեմն կդնենք արտահերթ նիստ, պարոն Քոչարյանը ասել է հետեւյալը, որ ինքը երկրում չի լինելու եւ առաջարկում է տեղափոխել հուլիսին քննարկելու համար։ Ես նշել եմ, որ նախագիծը մենք մարտից ինտենսիվ քննարկել ենք տարեսկզբին հանձնաժողովում, որպեսզի մինչև ամառային զորակոչ հասցնենք ընդունենք, ես այն բացասական խնդիրները, որ ունենք, մենք դրա դեմը առնենք։ Պարոն Քոչարյանը որ հանձնաժողովում կարաք նշեք։ Հանձնաժողովի անդամները այստեղ են։ Չէ, դուք կեղծ բաներ եք ասում։ Ո՞ց մի ընդհատեք։ Կեղծ բաներ ես ասում, պարոն Սարգսյան, որ հանձնաժողովի անդամները այստեղ են։ Ինչն են քննարկել։ Ես ինչ ասում եմ, դուք ինչ ասում եք, մինչև հիմա կեղծիք եք։ Պարոն Քոչարյանն ասեցին չընդհատեք։ Ես կհրապարակեմ ձեզ գրած մեյլը եւ նաեւ աշխատանքային քննարկման հրավերները կհրապարակեմ հեսա հաջորդիվ։ Եվ պարոն Քոչարյանն ինձ ասում է հետեւյալը, ես ասում եմ հետեւյալը, որ նախագիծը պետք է քննարկվի, քանի որ մեր քաղաքացիները օրը 5-ից 6 քաղաքացի հրաժարվում է քաղաքացիությունից, զորակոչի թիվը իջել է 30%, մենք պետք է քայլեր ձեռնարկենք արտագաղթի դեմը կանգնացնելու, զորակոչի թիվը բարձրացնելու, ներգաղթ ապահովելու եւ մեր բանակի առաջ ծառացած այս խնդիրները, որով նաեւ վարչապետի հանձնարարականներն են, մենք պետք է կատարենք։ Պարոն Քոչարյանը ինձ ասում է, որ ես Ամերիկայում եմ լինելու, կգանք հուլիսին կընդունենք հանգիստ տեղի, սա խոսացրıb դրական, ասում է պարոն Քոչարյան ջան, չենք հասցնի, եթե հուլիսին քվեարկենք մի ընթերցմամբ, չենք հասցնի մինչև հուլիս ընդունենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, դու խնդիր չունես, արտահերթով կանենք։ Ես ասում եմ, որ չեմ ուզում այս նախագիծը արտահերթով գա, քանի հաշվի առնելով նախագծի կարևորությունը։ Առաջին ընթերցումը կանենք այս մայիսին, երկրորդ ընթերցումը դուք Ամերիկայից կգաք, նոր մենք կանենք։ Պարոն Քոչարյանն ինձ ասում է, բա որ չկարողանաս կողմ ձեներ հավաքես, պարոն Գագիկ Մերքոնյանը, բա որ հանկարծ հիվանդանա չկա, նիստը չկան, ասում եմ դե կփորձենք։ Ցավոք սրտի տենց է լինում է, նիստի օրը պարոն Մերքոնյանը հիվանդանում է հանկարծակի ու նիստը չի կայանում։ Իմ զանգերի պարոն Քոչարյանը չի պատասխանում։ Հետո Ամերիկայից վերադառնալուց հետո խմբակցության նիստում պարոն Քոչարյանը հայտարարում է, որ նախագիծը խնդրահարույց է, ինչը իմ համար անակնկալ է լինում, հաշվի առնելով նորին պատմած պատմությունը, որ պարոն Քոչարյանը ասել էր անգամ կողմա, որ դա անենք արտահերթ նիստով, ու ֆրակցիայի նիստում պարոն Քոչարյանը ասում է, որ ինքը առաջի անգամ է տեսնում 1 ամիս ծառայության բաղադրիչ, ինչը ես ներկայացրել եմ վարչապետի ներկայությամբ, ներկա եղել եւ վարչապետը, երկու փոխվարչապետերը, ԱԱԾ տնօրենը, գլխավոր դատախազը, քննչական կոմիտեի նախագահան, գլխավոր շտաբի պետը, պաշտպանության նախարարը եւ մի շարք այլ ղեկավար պաշտոնատար անձինք։ Եվ դա հայտնի եւ նաեւ այդ իմ 5 կետերը շրջանառվել են եւ գերատեսչություններն է տվել են կարծիք, իդեպ նաեւ բարձր տեխնոլոգիաների նախարարությունը տվել կարծիք, որը իմ մոտ առկա է, պարոն Քոչարյանը ասեց, որ կան գերատեսչություններ, որոնք կարծիք չեն տվել։ Սա պարոն Քոչարյանի մասով։ Հաջորդիվ ասեմ, որ քաղաքացիությունից հրաժարվելու այս մեր քրիտիկական վիճակը, որ ունենք, նոր չի, ու սրա մասին պաշտպանության նախարարությունը բազմիցս խոսել է եւ զորահավաքային համալիր ծառայության նախկին ղեկավարները նույնպես սրա մասին խոսել են, բազմիցս, անգամ գրավոր զեկուցագրեր են գրել, որ սրա դեմը մենք պետք է առնենք։ Նշեմ հետեւյալը, այս տարի բանակ է զորակոչվում 2007 թվականին ծնված տղաները, որոնցից շուրջ 7%-ը այլևս Հայաստանի Հանրապետության քաղաքացի չեն։ Հաջորդ տարի
բանակ է զորակոչվելու 2008 թվականի ծնվածները, որոնց եւս 7% այլևս Հայաստանի քաղաքացի չեն։ 2009 թվականին բանակ են զորակոչվելու 2 տարուց հետո բանակ են զորակոչվելու 2009 թվականի ծնվածները, որոնց ուշադրություն 8% այլևս Հայաստանի քաղաքացիներ չեն։ Եթե մենք այս process-ը հիմա չընդունենք եւ այս օրենքը հիմա չընդունենք, քաղաքացիությունից հրաժարվելու տեմպը ոչ միայն պահպանվելու է, այլ նաեւ արագանալու է։ Հաշվի առնելով, որ մեր քաղաքացիները մտավախություն են ունենալու, որ առաջիկայում մենք բարձր տուրք ենք սահմանելու կամ պատվովճար ենք սահմանելու 15 միլիոն դրամ եւ իրենք իրենց գործողություններում ավելի արագ են լինելու եւ եթե այսօր երեխան 10 տարեկան կամ 11 տարեկանա չեն շտապել քաղաքացիությունը դադարեցնելու, իրանք արդեն այդ ճանապարհով արագ գնալու են, ինչի դեմը մենք պետք է առնենք այսօր նախագիծը ընդունելով։ Ուզում եմ ամփոփելով ասեմ, որ մենք պետք է վերջ տանք կենացային տրամաբանությանը, որովհետեւ կենացներ ասելով եւ պատվի մասին խոսալով ակնհայտ տեսել ենք ու նաեւ տեսնում ենք այն պատկերը, որ այսօր ունենք։ Խոսալով անհավասարության մասին, որ այ անհավասարություն կլինի աղքատների երեխաները կծառայեն հարուստներին ոչ, փաստացի այդ վիճակն է այսօր քաղաքում, կենտրոնում, Երևանում, զորակոչի թիվը բարձրազոր։ Ես ինձ վատ եմ զգալու, ասել են Սարգսյան Հայկը օրենք ընդունեց, հարուստների երեխաները չծառայեցին եւ միայն աղքատների բանակ ունեցանք։ Ցավոք սրտի պատերազմից հետո ես այցելել եմ երկարորից ավել զոհված զինծառայողների ընտանիքների եւ նրանց գերակշիռ մեծամասնությունը Մեր ասած ապահով ընտանիքներ չեն եղել եւ ես չեմ տեսել որևէ հարուստի զավակ մեր մարզում, ով զոհվել է պատերազմի ընթացքում եւ եւս մեկ անգամ հանգել է մեր մտքին, որ այս օրենքի նախագիծը պետք է ընդունել։ Ինչու՞, որովհետեւ հարուստի երեխաները, ովքեր առողջական թղթերով կամ քաղաքացիությունից հրաժարվելով խուսափել էին ծառայությունից, մենք անգամ չկարողացանք մոբ ռեսուրսի տեսքով իրենց ներգրավել, քանի որ ուղղակի պարտադիր զինվորական ծառայության ենթակա չեն նրանք։ Մենք այս հարցը եւս պետք է լուծեն, ամփոփելով ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր շահագրգիռ անձանց, ովքեր այս վերջին 1.5 տարիների ընթացքում քննարկել են։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել կառավարության ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանին իմ առաջարկին ընթացք տալու եւ բազմաթիվ քննարկումներ կազմակերպելու համար եւ ամփոփելով ուզում եմ նշեմ նաեւ վարչապետի վերջին ելույթը կապված այս օրենսդրական նախաձեռնության հետ։ Անհրաժեշտ եմ համարում ընդգծել բանակը պետք է դադարի լինել էժանագին կենացների օբյեկտ կամ կենացների էժանագին օբյեկտ, որովհետև երբ փորձում ես հասկանալ, թե ինչ է թաքնված այդ կենացների խորքում, առերեսվում ես դառը իրականությանն առայն, որ զորակոչի ենթակա տարիքային խմբի կեսից քիչն է զորակոչվում բանակ։ Սակայն նշանակում է, որ մեր սերունդը առողջական ծանր խնդրեմ ունի, կամ մեր զորակոչը Հայաստանի Հանրապետությունը մնում է կոռուպցիայի ամենածաղկուն միջավայրը, որտեղ միմյանց հետ դաշնակցում են բժշկական հանրության, զինվորականության եւ հանրության ներկայացուցիչները։ Եթե այդպես է, իսկ նման հավանականություն կա, սա պետությունը քայքայող դաշինք է, ու մեր պարտքն է ջարդել այդ դաշինքի ողնաշարը, որովհետեւ այդ դաշինքը կասկածի տակ է դնում մեր պետության գոյության իրավունքը։ Այստեղ իհարկե իրավապահ համակարգի արդյունավետության հարցն է շատ սուր կախված։ Մյուս կողմից մենք պետք է գնանք ինստիտուցիոնալ բարեփոխումների, վճռական որոշումների ճանապարհով, որ տեղ չթողենք կամ նվազագույնի հասցնենք չարաշահումների հնարավորությունը։ Եկել է վճռական որոշումների գնալու ժամանակը։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն պարոն Սարգսյան, հարգելի գործընկերներ, անցնում ենք քվեարկության։ Արման կարգը, պարոն Քոչարյան։ Նայեք, այդ աբսուրդային իրավիճակում է։ Ազգային ժողովի, Պաշտպանության հանձնաժողովի օրակարգում ներառված Հայկ Սարգսյանի նախագիծը, Պաշտպանության նախարարության առաջարկները իրար հետ կապ չունեն։ Դուք քվեարկում եք մի նախագծի։ Մենք բոլորս քվեարկում ենք մի նախագծի համար, որտեղ 20 միլիոն ու 15 միլիոն է։ Արմեն Խաչատրյանը առաջարկում ասում է 1 ամիսը դարձնել 4 ամիս, որը նախագծում չկա, հայտնի չի Հայկ Սարգսյանը համաձայնա թե չէ։ Պարոն Մանուկյան, շատ լավ։ Ես փաստորեն հասկացա, որ պարոն Սարգսյանը նախագիծը հետ չի քաշում։ Ճիշտ եմ հասկացել, պարոն Սարգսյան, շատ լավ։ Քվեարկում ենք, հարգելի գործընկերներ, ովքեր են կողմ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանի օրենսդրական նախաձեռնությանը եւ գից ներկայացված օրինագծի հետ առնչվող գից օրենքներին կողմ։ Ուզում եմ ասել կներեք, էլի քվեարկությունից առաջ ես Հայկին ասել եմ, որ ես դեմ եմ, բայց ես միանձնյա որոշում չեմ կայացնելու նախագիծը տապալելու, կողմ։ կողմ։ Դեմ,
կողմ 4 դեմ ձեռնպա որ մերաբյան դուք քվեր չեք քվերքում կողմ եք 4-4 5 ես պարոն Ալեսյանն դուք երկու հոգի 5 կողմ 5 Արմենը, Արտյոմը, Ալեսյանյանը, ես Քրիստինան 5 կողմ ասես կողմ Ես սկզբից էլ ասել եմ, ես միանձնյա որոշում չեմ կայացնելու նախագիծը տապալելու, որովհետև կառավարությունը կողմատվել, ես իմ մյուս գործընկերների կարծիքը չունեմ, հնարավորություն չի եղել խմբակցության կարծիք որոշելու։ Ես միանձնյա վրա չեմ վերցնի տապալելու։ Մինչև որակարգ պարոն Քոչարյան, մեզ պետք է ներեք, մենք ժողով ունենք, ստիպած նիստին չենք կարող էլ մասնակցել։ Ինչ կան 10 րոպե Չէ, բայց կներեք էլի։ Այ իհարկե։ Միսը շարունակ։ Միջում վերցնեք։ Այո, 10 րոպե։ 10 րոպե միջում։ Եթե Վան Քոչյանը դեմ քվեարկել չի։ Եթե դուք դեմ քվեարկեք, Տիգին Պողոսյան չէր անցնի։ Նախիջինները մերաբանը